Մի թարմ տեղեկություն կա, որ տարբեր արձագանքների արժանանում, ուզում եմ լսել նաև ձեր արձագանքը, այսօր կառավարություն հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելու նախագծին։ Հանրային ընկալման մեջ սա ինչպես կարող է տեղավորվել։ Հաշվի առնելով մենք վերջի տարիներին ինչպիսի բարդ ճանապարհ ենք անցնում են միջազգ։ Ես չեմ կարծում, որ մեր հանրությունը միատարր է եւ ընկալումներն էլ տարբեր կլինեն։ Նրանք, ովքեր ավելի շատ են գերադասում որակը, ոչ թե քանակը, լավ կընդունեն։ Նրանք թվում է թե ամեն ինչ որոշում է քանակով, սա երևի դեռ սովետական միության, ռուսական որոշակի, հետք է։ Նրանք իհարկե կարող է իրենց մոտ որոշակի կասկածներ առաջանան, որ բանակը դրանով թուլանում է։ Բայց իրականում մենք ունենք մեծ խնդիր եւ ոչ միայն մենք, այլ բոլոր նրանք, ովքեր ուզում են ունենալ մարտոնակ եւ ժամանակակից բանակ, կրթություն առաջին հերթին, ժամանակակից զենք այնպիսին է, որ պահանջում է լավ գիտելիքներ, IT ոլորտում նաեւ իսկ այդ ամեն ինչին սովորել է պետք։ Իսկ սովորելու համար պետք է որպեսզի բանակը լինի ոչ թե դիրքերում, այլ մի քիչ ավելի թիկունքում եւ ավելի շատ զբաղվի ոչ թե կոպիտ ասած պահակությունով, այլ սովորելով։ Եթե այդպեսին լինեինք, պատերազմը այլ ելք կունենար։ Դե հայերին խելքը։ Բաքվից եւ Երևանից համարյա նույն բովանդակության մեսիջներ են գալիս խաղաղության կոնցեպտի առնչությամբ։ Դա իրականությունն է, թե խոհանոցում այլ բան է կատարվում, ինչ է կարծում։ Ես կարծում եմ, որ մեր համար դա անհրաժեշտություն է, իսկ Բաքվի համար դա սառը հաշվարկ, որը կբերի նրան, որ Ադրբեջանը կարողանա ամրապնդել իր անկախությունը, որը բոլոր դեպքերում էլի հարցականի տակ, ինչպես եւ բոլոր նախկին սովետական հանրապետությունների, ուրեմն ինքնիշխանությունը, առավել եւս Լավրովի վերջի հայտարարություններից հետո, որոնք վերաբերում էին Հարավային Կովկասին եւ Միջին Ասիային եւ զարմանալի բան է իհարկե, բայց կարծում եմ Լավրովի այդ հայտարարությունը կբերի այս հանրապետությունների որոշակի կոնսոլիդացիայի։ Վտանգը գալիս է մի տեղից եւ ներքին տարաձայնությունները կարող են միայն նպաստել այդ վտանգի։ Մենք անկարանք այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանից ուրիշ խոսույթ է հնչում արտաքին սեգմենտի համար, ներսում ուրիշ կիրառվում։ Ընդ որում պահպանվում է այդ հայատացության այսպես առանցքային տենդենսը։ Պետք է զգուշանալ սրանից։ Զգուշանալ պետք է բոլորից։ Զգուշանալ պետք է եւ թշնամիներից, եւ բարեկամներից, եւ նույնիսկ հաճախակի ինքդ քեզնից պետք է զգուշանաս, որ չմտածված քայլեր չանես։ Զգուշությունը սթափության նշան է, ոչ թե վախկոտության։ Վախկոտությունը բոլոր դեպքերում, վախը բոլոր դեպքերում զգացմունք է, որ անջատում է ուղեղը։ Իսկ զգուշությունը բերում է, կարծում եմ նաև նրան, որ դու անում ես, փորձում ես ամենայն դեպս անել ճիշտ հաշվարկներ, ինչ ես ստանալու արդյունքում։ Մենք հաճախակի Դե հենց դրա համար եմ ասում, պետք է հասկանալ, մենք որ Բաքվի հետ գործ ունենք, որն է իրական, նա թե նա։ Իրեք ես ընդհանրապես կարծում եմ, որ ստատիկ որևէ բան չկա այս աշխարհում։ Եթե ստատիկ որևէ բան չկա, ասենք թե Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, ստատիկ չի Հայաստանը։ Իրականում Ադրբեջանն էլ ստատիկ չի, այն վերջի իրադարձությունները, որոնք հիմա տեղի են ունենում, այդ բացահայտումները, ուրեմն հեղաշրջման փորձեր ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, ինչքանով չի համապատասխանում պարչի։ Հանրության մեջ էլ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ։ Ես ունեցել եմ առիթ շփվել հասարակության ներկայացուցիչների հետ, իրականում պատերազմ չեն ուզում։
Ես կարող եմ ասել իրենց մեծամասնության իհարկե Այն ոչ ձևաչափով, բոլորի։ որով վերջերս ադրբեջանցիները այցելեցին Հայաստան։ Ես այդտեղ ներկա չեմ Չէ, եղել։ այս անգամ չէ։ Մի այդպիսի հանդիպման դուք մասնակցել եք։ Հանդիպմանը հայո Բրյուսելում, Թիֆլիսում ես մասնակցել եմ նման հանդիպումներին։ Մեծամասնությունը հիմնականում առաջնորդում է հետևյալ թեզով. մենք մեր նպատակին հասել ենք, մեզ նոր պատերազմ պետք չի։ Սա մեկ։ Երկրորդը, ես կարծում եմ բոլոր դեպքերում այն բոլոր աշխատանքները, որ այսօր կատարվում են հայկական բանակում, իսկ դա եւ նոր զենքի ձեռքբերումներն են եւ ամենակարևորը այդ պաշտպանական կառույցների ուրեմն հերթականությամբ կառուցել ամբողջ սահմանում, այդ ամեն ինչը կատարվում է Բաքվի աչքի առաջ։ Եվ այնինչ երևի դեռ իրականալի էր թվում մոտ 2 տարի առաջ, այսօր դառնում էր շատ պրոբլեմատիկ։ Ես նկատի ունեմ պատերազմ Հայաստանի հետ։ Շատ պրոբլեմատիկ ոչ միայն միջազգային արձագանքի տեսակետից, այլ նաև զուտ այդ բախման արդյունքների տեսակետից։ Հարգելի Ռուբեն, ասեք, սպասվող ընտրությունները ինչ անակնկալ կամ ազդեցություն են պատրաստում հանրության գլխին։ Ինչ անակնկալ ասես։ Մենք ապրում ենք այդպիսի ժամանակներում եւ այնպիսի աշխարհում, որտեղ մեր ընտրություններին խառնվողների ամենատեպս ցանկություն նողների խառնվելու քանակը շատ մեծ է։ Ինչ գործիքական կօգտագործվի։ Խոսքը դրսի աչքի մասին է։ Խոսքը դրսի աչքի մասին է, իհարկե, միանշանակ։ Առավել եւս որ Մենք ներսում էլ հաս չենք միմյանց հետ։ Մի խնդիրը դա է։ դե մենք Երևի առաջին դեպքն է, երբ Հայաստանը գնում է ընտրությունների եկեղեցի իշխանություն հակադրության հակասության մեջ։ Դե ոչ միայն եկեղեցի իշխանություն, ես կարծում իրականում Ջերբաժանը անցնում է ուրիշ տեղ։ Ոչ թե եկեղեցի իշխանություն, ընդդիմություն իշխանություն, այլ ինչ ուղի է ընտրելու Հայաստանը։ Հայաստանը փորձելու է դառնալ լավ զարգացած գաղութ, թե Հայաստանը փորձելու է դառնալ ինքնիշխան պետություն։ Սրանք տարբեր մոտեցումներ են։ Ես հաճախակի ասում եմ, որ ես նույնիսկ չեմ մեղադրում մարդկանց, որոնք մեր պետությունը տեսնում են գաղութի արժեքների մեջ կառուցված, որովհետև մենք չենք ունեցել փորձ պետական։ Մենք նույնիսկ նայեք, նույնիսկ մեր բառապաշարում մենք հաճախակի օգտագործում ենք, ոչ թե հաճախակի մշտապես, ընդ որում բոլոր կողմերն են օգտագործում երկրորդ հանրապետություն հասկացողությունը։ Նա հանրապետություն չէր։ Նա չուներ հանրապետության ամենակարևոր բաղկացուցիչ սեգմենտները։ Ինչպես չունեին այդ տարածքի մնացյալը։ Իհարկե։ Եվ նայեք շատ եւ շատ երկրներ, որոնք ունեցել են տարբեր ժամանակաշրջանում, հա, անկախ պետություններ։ Ես նկատի ունեմ եւ Հարավային Կովկասի 3 պետությունները եւ Մերձբալտյան, իրենք եւ Վրաստանը եւ Ադրբեջանը եւ Լիտվան եւ Լատվիան եւ Էստոնիան հայտարարեցին պետությունը վերականգնելու մասին։ Եվ իրենց բոլոր դեպքերում անկախության տոնը նշվում է այն առաջի հանրապետության տոնը։ Մենք փորձեցինք եւ դեռ ես հիշում այն ժամանակ մենք շատ էինք հպարտանում նրանով, որ մենք դուրս ենք գալիս սովետական միությունից, հենց սովետական օրենքներով, կարծես թե դա տալիս էր մեզ ինչ-որ մի առավելություն ուրիշ երկրների հանդեպ եւ եթե կայսրություն ուզենար վերականգնվել, նստելու էր այդ փաստի հետ լուրջ եւ ասել դե հա դուք օրենքով եք դուրս եկել, ձեր հետ գործ չունեք։ Չէ, բայց վերադառնալով Լավրովի հայտնի հայտարարությանը, իսկապես Ռուսաստանում կան բարձր էշելոնու մտածողներ, որ վերականգնելի են որոշ բաներ, որոնց մասին հիմա նաև դուք ակնարկեցիք։ Կարծում եմ սա այն գաղափարն է, որը ամենայն դեպս վերնախավը, որով փորձում է հրապուրել սեփական ժողովրդին։ Երբ չես կարողանում ապահովել երկրի ներքին զարգացումները, ներքին առաջընթացը, դու պետք է ինչ-որ ուրիշ բան առաջարկես։ Եվ այստեղ գալիս է տարածքների վերադարձ,
նախկին կայսրության տարածք, հզորություն, փառք, պատիվ, որը եղել է, այստեղից գալիս է նաև այն քարոզությունը։ Առանց մեզ դուք ապրել չեք կարող։ Այս հարց մեզ է ուղղված։ Իսկ ներքին շուկայի համար փառաբանում կայսրական Ռուսաստանի ցարերի յուրաքանչյուրի պատերազմների, որը Ռուսաստանը վարում էր, այդ պատերազմում իհարկե լռում են պարտությունների մասին եւ գովաբանում են հաղթանակներ եւ նոր տարածքներ ձեռք բերելը։ Սա իդե ֆիքս է, իհարկե, բայց էլ ինչով կարելի է հրապուրել, եթե դու չես փորձում ապահովել քո բնակության կենսամարտահրդակի բարձրացումը, եթե մշակույթը դոփում է տեղում, որտեղ ամենատաղանդավոր մարդիկ հեռանում են երկրից, երբ որ գիտությունը չի զարգանում, առողջապահությունն է նահանջում, կրթությունն է նահանջում, ուրեմն միայն այդպիսի գաղափարներով, որտեղ հզոր լինելը, ուժեղ լինելը, մեծ լինելը դա յուրաքանչյուր ժողովրդի երազանքն է, ինչպես եւ յուրաքանչյուր մարդու, ուրեմն այս կայսերական մղումներով։ Լավ, այդ հատվածը հասկանալի է մեզ դեռ խորհրդային մտածողությամբ ձևավորված։ Հիմա ազատվում ես այդ հատվածից, պետք է ուրիշ բռունցք փնտրել։ Ուրիշ։ Չէ, բռունցք ընդհանրապես պետք չի փնտրել, որտեվ նա բռունցքը լավ բան չի։ Պետք է փորձել լինել այնպիսին, որ դու լինես հետաքրքիր բոլորի համար։ Եվ առաջին հերթին տնտեսապես։ Եվ եթե մեզ հաջողվի իսկապես իրականացնել բաց սահմանների քաղաքականությունը, սա հրաշալի տարածաշրջան է։ Սա ձեռնտու տարածաշրջան է բոլորի համար, որտեղ հիմա եւ ասիական երկրներում եւ եվրոպական երկրներում երևի համար մեկ հարցը դա եւ խնդիր եւ նպատակը դա լոգիստիկ հարցերն են։ Ինչպիսի կապեր մենք ունենանք Միջին Ասիայի, ասենք ասեմ, արժեքը վերջ 2 տարվա ընթացքում բարձրացավ այնպես, որ երբևիցե ոչ ոք չէր մտածում դրա մասին։ Մենք ինքներս երբեք չէինք մտածում։ Մենք ասում ենք դե լավ Միջին Ասիա էլ այնտեղ երևի Ղազախստանը, Չինաստանի շնորհիվ քիչ թե շատ զարգացած մնացած, ուրեմն իրենցից բան չեն ներկայացնում։ Եվրոպական էմիսարների այցերը Միջին Ասիա պայմանավորվածությունները, որ իրանք ձեռք են բերում Ուզբեկստանի, Ղրղստանի եւ այլն երկրներ։ Թրամփն է հրավիրում Վաշինգտոն հիմա։ Դա ապացուցում է, որ հետաքրքրությունը շատ մեծ է եւ անկախ դրանից, թե ինչ քաղաքական համակարգ է տիրում այդ երկրներում, իրանք շահագրգռված են։ Իրանք շահագրգռված են այդ կապերի մեջ, որտեղ դա գումար է, դա մեծ եկամուտներ են, դա քո երկրի ուրեմն հզորացումն է եւ վարկանիշի բարձրացումը։ Դե հասկանալի է, բայց դա ի վերջո բերում է մեծերի շահերի բախման, այդ բախումը ում գլխինքը կոտրվի, դա է ամենադառը հետևանքը։ Գոնե մեր պատմությունը դե մեր պատմությունը մի քիչ մեր խելքից է, այնպես չի, որ մենք մշտապես զոհի կարգավիճակում ենք եղել, հաճախակի մենք ինքներս ենք առաջ մղել մեզ եւ ասել ենք տեսեք մենք այս կողմից ենք կամ այն կողմից ենք եւ դա եղել այն ժամանակ երբ որ նաեւ ճիշտ հաշվարկներ չեն կարել առաջին համաշխարհային պատերազմ գիտեք այսօր Կարսի անկման օրն է առաջին համաշխարհային պատերազմ արդյոք մենք կարող ենք ասել որ մենք զոհ չդարձանք այդ երկրու հզոր կայսրությունների բախմանը կամավորական ջոկատներ մեծ խոստումներ ցարական Ռուսաստանի կողմից եւ բազմաթիվ փաստեր երբ խոսքը գնում է այն ինչ կատարվեց մեր այդ 15 թվականին ցեղասպանության մասին ես իհարկե կողմնակից եմ որ մենք լավ ուսումնասիրենք թե ինչ դերակատարում ունեցավ մեր ասենք ասենք քաղաքական էլիտան առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբում արդյոք հաշվարկված էր ամեն ինչ արդյոք մենք հաշվարկել էինք թե հույսներս դրել էինք նրա վրա որ պարզապես միանշանակ հաղթելու է մի կողմը եւ ուրեմն պետք է միանշանակ այդ կողմի կողքին լինել մոռանալով որ ուրիշ կայսրության մոտ 2 միլիոն
քաղաքացիներ այդ երկրի քաղաքացիներն են, որոնք գտնվում են ահավոր վտանգի տակ։ Մենք քիչ ենք հաշվում այդ բաները իրականում։ Եվ կարծում եմ մենք շատ քիչ ենք հաշվել դա միշտ։ Եվ 20-րդ դարի վերջում էլ վատ ենք հաշվարկել եւ հարվածի տակ ենք դրել մեր հայրենակիցներին, մոռանալով թե որ երկրում են իրենք ապրում։ Հիմա սովորել ենք հաշվարկել։ Պետք է սովորենք։ Ես չեմ կարող ասել բոլորի անունից, բայց կարծում եմ, որ այն դառը պարտությունը, որ մենք կրեցինք, մեզ դարձնում է ոչ միայն մեզ, ընդհանրապես պարտությունը դարձնում է մարդկանց մի քիչ ավելի իմաստուն։ Եթե չեմ փորձում պարտվածին թունավորել ազգայնական գաղափարներով, վրեժխնդրության։ Եթե փորձում են սթափ գնահատել, պարտությունից էլ կարելի է լավ դասեր քաղել եւ անել այդպես, որ նա այլևս երբեք չկրկնվի։